Ամբուխչյան, Տիգրան Ավինյանի պահվածքն անհասկանալի, երբ որ ընդդիմադիրները պետք է ելույթներ ունենան, ինչ-որ անհետանում է, շատ ինչ-որ կասկածելի է, էլի ինչն է խնդիրը, այսինքն չի կարողանա նստի լսիլ այն քննադատությունները, որը մարդիկ քննադատում են։ Դա այդքան էլ էական չէ, ուղղակի դա ոչ թե մեր հանդեպ է, այլ մեր ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք է, որովհետև ընդդիմադիրները ընտրվել են ժողովրդի ձայնով։ Դա մեկ չէ, ես բանավեճի չեմ մտնում, Ձեր ժամանակը պահած է, պետք է արձագանքեմ։ Դուք նիստի ժամանակ բոլոր ավականու անդամները ճիշտ է դուրս գալիս են տարբեր կարիքներով կամ տարբեր հարցերով, քաղաքապետը նիստը վարող է, չի կարող հավերժ նստել այս նիստը վարել։ Տեսեք, Շարունակեք։ Հիմա շարունակում եմ, պատասխանեմ ձեզ։ Այս առաջի դեպքը չի, սա 5-րդ, 6-րդ երևի դեպքն է, ես մի քանի անգամ եմ այս ամբիոնից դա նկատել եւ բարձրաձայնել, որ Տիգրան Ավինյանը դուրս է գալիս ելույթների ժամանակ։ Ինչևէ, իր գործն է։ Տեսեք, սիրելի երևանցիներ, այն որ Տիգրան Ավինյանը վերջին գործակարգավարականներին որոշ մարդկանց փորձեց վիրավորել, գլուխներդ կախ պետք է ման գան, հիմա խնդրում եմ այս տեսանյութը ես միացնեմ, թող մեր քաղաքացիները տեսնեն, խնդրում եմ մոտեցրեք։ Չէ, բան եմ ցույց տալիս, ինչ եք խոչընդոտում ցույց տալը։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, նույնիսկ քաղաքացիական պայմանագրից են խոչընդոտում, ցույց եմ տալիս մեր քաղաքացիներին, թե ինչպես է ավտոբուսը ծանրաբեռնված, ինչպես մեր քաղաքացիները չեն կարողանում նստել տրանսպորտ, եւ հավանաբար Տիգրան Ավինյանը, եթե նույնիսկ լիներ տրանսպորտից օգտվող, որը կասկածում եմ, որ տրանսպորտից կարող է падավատը թողնել, այս տրանսպորտի ուղևորը չի կարող վճարել, եւ այս քաղաքացուն ասում է գլուխդ կախ պիտի ման գաս։ Դա հարգանք չէ, էլի մեր քաղաքացիներին, կարող եք ցույց տալ, քաղաքացիական պայմանագրին է հարցը սողվում, կարող եք ցույց տալ մի բարեփոխում, որ ամբողջությամբ ավարտել եք այս տարիների ընթացքում, մեկ բարեփոխում, ոչ մի բարեփոխում ավարտ չկա, այսինքն այդ ավտոբուսներից, որ խոսում եք, ավտոբուսներում չկա բարեփոխում, ոչ մի բարեփոխում բացի ավտոբուսներ բերելուց, այդ ավտոբուսը քաղաքացին ինչի պիտի 40-50 րոպե սպասի խցանումների մեջ մնա, ինչի։ Այսինքն դրա համար պիտի թանկ վճարի այդ քաղաքացին, իր իրավունքներից է ելնում, որ բարձր չի ուզում վճարի այդ քաղաքացին, նաև ուզում եմ մեր վարորդներին կոչանել, այո, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, ես էլ եմ դատապարտում, չի կարելի բռնություն, մեր վարորդների նկատմամբ, մեր քաղաքացիների ընդհանուր եմ ասում, մեր քաղաքացիներին էլ եմ կոչանում հանդուրժող եղեք բոլորդ, սիրելի վարորդներ, դուք էլ փորձեք ձեր աշխատանքը կատարել, այդ լարումները, որ քաղաքացիական պայմանագիրը ձեր ուսերին է դերը, դա սխալ է, այն որ եվրոպական քաղաքներից էր Տիգրան Ավինյանը խոսում, այդ որ եվրոպական քաղաքում է չվճարման համար ավտոբուսը կանգնում ու կռիվ դարձնում քաղաքացիների միջև, այդ քաղաքացիներին ինչի եք կռվածնում միմյանց հետ, ինչի, ինչ եք ուզում այդ քաղաքացիներից, վարորդը պիտի կանգնի, վարորդին ընդեղ եք բաց դրության մեջ դնում, այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվածնում, այսինքն ուր եք ուզում հասնել, բա հսկիչներ ինչի համար էիք դրել, որ մտնեն տուգանեն, խիփ քաղաքացին պիտի մյուս քաղաքացու հետ կռիվ անի, ինչ եք ուզում դրանով սերմանեք, էլի, ավտոբուսների մասով սա, հաջորդիվ անցնեք, տեսեք, վերջերս մի տարու կեսա խոսում եք վերամշակման գործարանից, բայց այստեղ գալիս էիք Տիգրան Ավինյանին զեկուցվեց, ինչ-որ վերամշակման գործարանից դուրս աղբավայրի մասին, բայց աղբավայրի մասին Տիգրան Ավինյանը այդտեղ ճիշտ էր ասում, աղբավայրի մասին չէր խոսքը, այդ վերամշակման գործարանից, որ խոսում եք, ինչ եք արել, էլի ոչ մի բան, գնում եք, գալիս եք, զեկուցում եք կիսատ-պռատ գործերը, սենց գցում եք 7 տարվա մեջ կանեք, ինչպես Հրազդանի կիրճն եք խոսում, Հրազդանի կիրճը հենց առաջինը ես բարձրաձայնել էի այդ մասին, այո, շատ հիանալի կլինի, երբ որ Հրազդանի կիրճը բարեկարգվի, բայց ես մեծ կասկածանք ունեմ ու նույնիսկ ասեմ չեմ էլ հավատում, որ դուք կարող եք այդ հարցերը լուծել, որովհետև փոքրիկ հարցեր այնտեղ չկարողացաք լուծել, նույնիսկ այն ասֆալտները 3 անգամ էիք կատարում, 5 ամսվա մեջ 3 անգամ ասֆալտապատում էիք